Բարև ձեզ, պարոն Սասունյան, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցին։ Մի քանի թեմաների հետ կապված կլսենք նաև ձեր գնահատականը եւ այսպես, եթե դեմ չեք, սկսենք ԵԽԽՎ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթից։ ԵԽԽՎ-ում Նիկոլ Փաշինյանը նորից մեղադրում էր հայ առաքելական եկեղեցուն, ասում է Հայաստանի եկեղեցու պետը վեհափար հայրապետի մասին է խոսում, այսպես ասենք, հովանավորչությամբ arczepiskopos-ներից մեկը Բագրատ Սեփազանի մասին խոսելիս Հայաստանում ակցիաներ էր ստեղծել Ղարաբաղյան շարժման մոտիվներով։ Խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր տեսակետը, եւս մեկ անգամ ասած, որ Ղարաբաղցի ինքը դե Արցախ բառը չի օգտագործում, մեր քույրերն ու եղբայրները թող սին հույսերով չխաբվեն, ընդունեն Հայաստանի քաղաքացիությունը, առհավետ փակված է այդ էջը, համեցեք։ Դժբախտաբար Հայաստանի վարչապետը այդպիսի բաներ ասում է ոչ միայն զարմանալի, բայց աբասխային, որ կարծես թե Ալիևը նստել է Երևան վարչապետի աթոռին։ Եթե Ալիևը դեռ նստեր, նույն արդյունքը կունենայինք, ոչ մի բան չէր փոխվի։ Ինքը թեմ է մեր բոլոր ազգային արժեքներին, Արարատին, Սահմանադրության, Արցախին, Արցախահայերին, ամեն ինչին եւ Այս է որ անընդհատ զիջումներ, եթե այսպես շարունակվեն, չեմ գիտեր, եթե մենք ունենալու ենք հայրենիք թե ոչ։ Ինչ վերաբերում է Եվրոպայում իր ելույթին, դա շատ ամոթալի մի ելույթ էր, որտեղ ոչ մեկ երկրի ղեկավար շատ ավելի խելամիտ կլինի, որ ինչ որ ունի ասելիք, մանավանդ եթե քննադատություն է իր ժողովրդի հանդեպ, Դա անելու է Երևանում, ոչ թե Ստրասբուրգում։ Չի կարելի մեր ներքին տարակարծությունները, հերյուրանքները դարածել աշխարհի առաջ, բերել աշխարհի առաջ։ Այսի շատ ամոթալի մի վերաբերմունք է։ Ինչ էր նաև ասում Նիկոլ Փաշինյանը։ Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք հենց այսօր ապահովել տարանցումն Ադրբեջանից դեպի Թուրքիա եւ հակառակ ուղղությամբ։ Հայաստանը պատրաստ է Կորնիձոր, Գորիս, Եղեգնաձոր, Երասխ երթուղիով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Ախջևանի միջև ավտոմոբիլային կապը։ Կխնդրեմ այս հայտարարության մասով ձեր տեսակետը արտահայտեք, դրա վտանգները եւ երեք եւս մեկ անգամ վերահաստատեց, որ տալիս է ճանապարհը կամ տարածքը կամ հողը, խնդրեմ։ Ուրեմն ասի դժբախտաբար նորություն չի, որովհետեւ 2020 թվականի չարչարիչ բարդությունից հետո Փաշինյանը ամեն զիջումներ անում է ամեն տեսակի եւ այդ խոսքը որ ասեց Նախիջևանի ուղիի մասին, դա ինքը 2020 թվականի նոյեմբերից ի վեր մի առնվազն մի 100 անգամ նույն բանն է ասել, հիշում եմ ասում է այսօր առավոտյան իսկ մենք պատրաստ ենք ճանապարհ բացելու Ադրբեջանի առաջ։ Բարեբախտաբար Ալիևն է որ մերժում է այդ ճանապարհը օգտագործել, այսինքն շատ վատ է մեր վիճակը, եւ որ մեր ճշնամին անում է մի բան, որ մեր հայրենիքի շահին է։ Եթե Ալիևի այդ հիմարությունը չլիներ եւ Ալիևը այո ասեր, արդեն 6 տարի է, 5-6 տարի է արդեն այդ ճանապարհը օգտագործեն ազերիները, բայց Ալիևը ինքն է որ խոչընդոտում է, որտեղ ինչի համար ուզում է որ Հայաստանը սահմանությունը փոխի, edel իր վերջին զիջումներից բանջներից մեկն է, առավել ամենավերջինը, որ 300,000 ազերի պետք է հաստատվեն Հայաստանում, եւ այդ արդեն կլինի Հայաստանի վերջը։ Խոսեցիք սահմանադրությունից 3 կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրի հղում պետք է չլինի, քանի որ անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա, խնդրեմ։ Այո, ոչ մի կոնֆլիկտ չկա, նույնիսկ Փաշինյանը ինքը մոռանում է իր ասածները, իր առածները, մոռանանք թե աբասխային է թե ոչ, ինքը ասաց, որ ինքը դիմեց սահմանադրական դատարան, արդեն մի տարի առաջ էր, եւ խնդրեց, որ իրենց օրինական գարձիկը հայտնեն, եւ իրենք ասացին, որ այդ անկախության հռչակագրի այդ նախատեսությունը ոչ մի գաբ ունի սահմանության հետ, որ սահմանության մեջ չկա։ Դա մեկ։ Երկրորդ, այդ 17 գետը, որ գրվել է, որ մեծ մասը կամ գրեթե բոլորը Ալիևը գրել է եւ Փաշինյանը միայն այո է ասել, որ անուն դրել են խաղաղության դաշնակիր,
որ չի ստորագրվել։ Ուրեմն այդ տաշնակրի գեդերից մեկը ասում է, որ երկու երկրների ներքին օրենքները համատյունը ոչ մի արժեք ունեն, այդ խաղաղության տաշնակիրը ավելի կերազոր է, քան թե ոյ մեկ ներքին օրենք։ Ուրեմն ինչ իմաստ ունի համատյունը փոխել, Ալիևի ասածները անել, եւ որ արդեն համատյունը երկրորդական արժեք ունի բախտալած խաղաղության տաշնակրին։ Բայց անգամ եւս նույնիսկ երբ որ ինքը այդպիսի սահմանական դատարանի որոշում ստացել է, ինքը edel անդեսում է, որտեղ ինքը այնքան դարվել է իր մարմաչով, որ Ալիևի ամեն ասածները անի, եւ այդ է պատճառը, որ հիմա անկախության հռչակագրի դեմ է խոսում։ Անկախության հռչակագիրը Հայաստանի ամենահիմնական մի փաստաթուղթերի մեկն է, որտեղ այդ փաստաթուղթն է, որ հռչակեց անկախություն, օրինակ Ամերիկան ունի, Միացյալ Նահանգներն ունի նման մի փաստաթուղթ, եւ որևէ մեկը եթե ասե, որ պետք է որ անկախության հռչակագիրը չեղարկենք կամ փոխենք, ուղղակի դա կլինի մեծ ազգային թավջանություն, ինչ որ է նաեւ բարական հիմա Հայաստանում։ Տեսեք, պարոն Սասունյան, իր գործողությունները էլի այս մասով նաև ես ուղղակի մի քանի մեջբերում անեմ։ Ցեղասպանության թանգարանի ինստիտուտի տնօրենի հրաժարականի դիմում է գրել հենց Փաշինյանի պահանջով, ցուցումով, որովհետև Վենսին Արցախի մասին գիրք նվիրելը համարել եմ կառավարության քաղաքականությանը հակառակ, սադրիչ գործողություն։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Պետք մի քանի աբասկային եւ օրենքի խախտումներ նախ եւ առաջ Արցախի մասին գիրք տալը ոչ մի բան չի խախտում։ Ցեղասպանության թանգարանը մի կառույց է, մի շենք է, որտեղ խոսում են ցեղասպանության մասին եւ այլ թեփքեր, որ ցեղասպանության առնչվում են։ Նաեւ թանգարանը ունի մի ամբողջ աշխատակիցների խումբ, որ աշխատում է Արցախի թեփքերի մասին։ Ուրեմն եթե Փաշինյանը իսկապես լուրջ մարդ է, պետք է այդ խումբն էլ աշխատանքից ազատի, եթե այսպես շարունակենք, կհասնենք մի տեղ, որտեղ կարող է մի օր էլ հայտարարել ըստ իր ասածներին, որ ցեղասպանության թանգարանի գոյությունը հակառակ է Հայաստանի քաղաքականության, որտեղ Հայաստանի կառավարությունը ուզում է չերմ հարաբերություններ հաստատել Թուրքիո հետ, եւ թանգարանի գոյությունը խանգարում է չերմ հարաբերությունը, ուրեմն պետք է փակել։ Այս է վերջնական եզրակացությունը։ Բայց նաև այստեղ կան օրինական խախտումներ, ուրեմն թանգարանի տնօրենը վարչապետը չի որոշում։ Դա իր լիազորության մեջ չի ընկնում։ Թանգարանի տնօրենի պաշտոնը հաստատվում է թանգարանի վարչության անդամների կողմից։ Էդի մեկ խախտում, որ վարչապետը ինքը միջամտեց, որտեղ վարչապետը միշտ այդպես վարվում է, որ ինքը միակ մարդն է, որ Հայաստանի բոլոր որոշումները, լինի թե ազգային ժողովի, թադավորների, նախագահի, սահմանական դատարանի, նախարարների, բոլորի որոշումները միանձնյա ինքն է առնում։ Ուրեմն իրենից դուրս ուրիշ մարդ չկա, եւ խոսում է ժողովրդավարության մասին, այսինքն շատ լուրջ դիկտատորական մի համակարգ է, որ ժողովրդավարության հետ ոչ մի առնչություն չունի։ Ուրեմն ինքը այս դնորեն հանում է պաշտոնից առանց իրավունքի, վարչությունն է, որ պիտի որոշում է ով է դնորենը։ Երկրորդ խախտումը, որ արեց Փաշինյանը ամիջապես, նշանակեց մի նոր թանգարանի դնորեն, որ իր կարծեմ նախկին պաշտոնյաներից մեկն է Թաշյան անունով, այդ էլ խախտում է, որտեղ վարչապետը չի որոշում, թե ով լինելու է թանգարանի քարտուղարը, այլ թանգարանի վարչությունը, եւ այդ է պատճառը, որ թանգարանի վարչության 4 անդամներ նույն օրը հրաժարական տվեցին եւ դուրս եկան եւ առնվազն մի հատ որ աշխարհարշակ մի հայ է, որ ֆրանսահայ է եւ ցեղասպանության մեծ մասնակից է, 1000 էշնոց հադոր գրել է ցեղասպանության մասին, շատ հարգելի մեկ մտավորական անձնավորություն է, ինքն հրաժարվեց եւ 3 ուրիշ անձեր, ուրեմն 4 արդեն հրաժարվեցին, որտեղ տեսնում են, որ վարչապետը
ամեն դեղ մտնում է, հրանկում է, խախտում է օրենքները, իրենք չեն կարող այդպես աշխատել, որովհետև ոչ մի օրենք չկա, ոչ մի սկզբունք չկա, վարշապետը այն ռոբեին, որ մտքից մի բան է անցնում, ամենաշավես ինքը անում է եւ հրանկում է, որ դնորենը պետք է փոխվի, թադարավորներուն հրանկում է, որ ինչ պետք է որոշում դան թադարանի մեջ, ասկային ժողովի որոշումների ինքն է առնում, ամեն ինչ ինքն է։ Մեկ հոգի մենք ունենք Հայաստանում, իզուր դեռ ասկան հազարավոր կառավարության պաշտոնյաներ պետք չունենք։ Մեկ հոգի բավարար է, ինքը բոլոր որոշումները միասին առնում է, եւ ես հիշում եմ անցյալ տարի, որ ասկային ժողովում ելույթ էր ունենում, եւ որ հարցրեցին, այսինչ որոշումը ում հետ խորհրդակցեցիք, ամիջապես ինքը Փաշինյանը ասեց, ոչ մեկի հետ, ես որոշեցի, ոչ մեկին չեմ հարցրել։ Ուրեմն ասիկ մի մարդ, որ նախ իր արածը չի իմանում, սխալ որոշում է տալիս եւ ոչ մեկին չի հարցնում։ Առնվազն եթե չես իմանում, պետք է հարցնես մի մարդու, որ իմանում է, կամ էլ եթե իմանում ես, այդ ժամանակ հարցնելու պետք չունես։ Ինքը ոչ իմանում է, ոչ էլ հարցնում է։ Այսինքն երկու դարբերակներից երկուսն էլ ամենավատ դարբերակներն են։ Արչևում ապրիլի 24-ն է, պատկերացնելու է, չէ, թե եթե հանկարծ, այսպես ասենք, խոսք ուղի, ինչ աղետալի խոսք է լինելու։ Ինչի մասին որ խոսք լինի։ Ցեղասպանության ապրիլի 24-ն է առաջիկայում ու պատկերացնելու է, թե այս գործողություններին ինչպիսի ելույթ է ինքը պատրաստելու, ինչ խոսք է ինքը հղելու։ Այո, արդեն մոդիկ անցյալում տեսանք իր խոսքերը, նախորդ ապրիլ 24-ի իր հայտարարությունի մեջ նշում էր ցեղասպանություն, ոճի եւ այլն։ Անցյալ տարվա իր ապրիլ 24-ի հայտարարության մեջ շատ մեմ անցողակի խոսքեր կային, նորից ինքը ավելի մտահոգվում է, որ թուրքերը չնեղանան, որոնք մի ամբողջ ազգ են գոդորել, ցեղասպանություն կատարել, բայց ինքը շատ այսպես նրբանկատ է թուրքերի հանդեպ, չլինի որ նեղանան, նույն բանը ազերիների հանդեպ, բայց երբ որ կա Հայաստանի բնակիչներին, մանավանդ ընդդիմախոսներին, ինքը ամենախիստ եւ ամենալկտի խոսքերն ազգաներն օգտագործում իրենց եթե մի մարդ իրեն հագարակ խոսի, իրեն ցերպակալում են, փանդարգում են, թադում են եւ այլն։ Ուրեմն այսին ճիշտ աշխարհը շուր է եկել, ինքը ճշտամիների հանդեպ շատ ազնիվ է վարվում է, իսկ Հայաստանի ժողովրդի հանդեպ ճիշտ հակառակը վարվում է որպես բռնակալ։ Տեսեք, պարոն Սասունյան, ինքը անգամ կռիվ է տալիս այն իրողության հետ, որ մեր հոգևորականները եւ նաեւ մեր վեհափառ հայրապետը խորանից Արցախի հանրապետություն են ասում, Արցախի անունն են հիշատակում, դա որակելով պատերազմի ոտք դնելու, այսպես ասենք, քայլ։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Այո, այդ մասին շատ հստակ է, թե ինչ է կատարվում։ Նախ եւ առաջ սկսենք սկզբից սահմանության խախտում է, որ վարշապետը մտնի եկեղեցական ներքին հարցերին խառնվի։ Այդ իր գործը չի, սահմանությունը արգելում է։ Ուրեմն այդ գոբիտ խախտում է սահմանության, բայց դժբախտաբար միակ խախտումը չէ, որ Փաշինյանն անում է, 8 տարի է գրեթե ամեն օր տասնյակ օրենքներ խախտում է, սահմանությունը բազմաթիվ անգամներ խախտել է։ Ուրեմն եկեղեցի ովևէ հարց որ եկեղեցի հետ կապ ունի, դա ոչ մի կապ ունի վարշապետի հետ։ Դա մեկ։ Երկրորդ, երբ որ վեհապարը հանում է մի arczepiskopos-ի գարկալույզ է անում, վարշապետը փողոքում է, թադարանը հայց է ներկայացնում, դա էլ խախտում է, որտեղ առաջնորդի գարկալույզ անելը arczepiskopos-ի դա վեհապարի իրավասությունն է, եկեղեցու ներքին գարկն է, վարշապետը ասելիք չունի դեռ։ Հիմա ավելի անտին գնալով, քանի որ սմարտը ամեն օր նոր խախտումներ է ունում, եւ ավելի վատ խախտումներ, հիմա էլ փոխում է, որ քահանաները կամ վարդապետները բادرակի ընթացքում իրենց կարոզի մեջ խոսում են որոշ հարցերի մասին, որ ինքը չի հավանում։ Բայց անհավատալի է, որ վարշապետը ինքն իրեն թույլ է տալիս
որ խառնվի բادرակի քարոզի հարցերին։ Այդ իր կորձը չի, ինչ բادرակողը անի, ինչ որ ասի, Արցախ լինի, թե ցեղասպանություն լինի, ապրիլ 24 լինի, ինչ էլ լինի, դա եկեղեցու հարցն է։ Եկեղեցին ինքը կզբաղվի այդ հարցերով։ Եթե իսկապես շատ վատ ամփարոյական մի ելույթ ունենա մի քահանական վարդապետ, որ չեմ կարծում որ բան բադահի, բայց նույնիսկ եթե բադահի, դա եկեղեցին ինքը կզբաղվի այդ խախտումով, ոչ թե վարչապետը։ Վարչապետը ինքը չի կարող երկիր ղեկավարել, զիջումներ է անում, գործրել են Արցախը, գործրել են Հայաստանի սահմանամերձ հողատարածքները, այս բոլորով սպաղվելու դեղ, որ չի կարող սպաղվել, հիմա փորձում է լինել մի նոր երկրորդ կաթողիկոս ամենահայոց։ Այդ իր գործը չի, ինքը թող եթե կարողանա մի փոքր իր աշխատանքը կատարել, այդ էլ մեծ բան է իր համար։ Նորից գալով Արցախի թեմային, ավարտվել է Ղարաբաղյան շարժում չկա եւ ամեն անգամ խորանից հողում են անում, ամեն ամբիոնից ասում են Արցախի հանրապետություն, ասում են վերադարձ, ինչ վերադարձ, կա փախստականի վերադարձի թեմա, Ադրբեջանն էլ իր վերադարձի մասին է խոսում։ Տեսեք, ինքը մեր Արցախի հանրապետությունը նույնականացնում է մտածածին արևմտյան Ադրբեջան խոսույթի հետ։ Խնդրեմ այս մասով ձեր կարծիքը։ Այո, ճշմարտաբար վարչապետը ամեն ինչ որ ասում է, մեր ասկային շահերի հագարակն է եւ ինքը ավելի համաձայն է մեր թշնամիների հետ, Էրդողանի հետ, Ալիևի հետ եւ ինչ որ մեր թշնամիները ասում են, ինքը գրտնում է եւ ինքը բարդատրում է, որ մեր թշնամիների խոսքերը, բանջները ներկայացվին եւ ընդունվեն Հայաստանի կառավարության ժողովրդի կողմից։ Այս է ամեն օր մի նոր օրինակ է ինքը բերում դալիս, որ այս բանը պետք է փոխենք, մեծ մասը Ալիևի թելատրանքով է, Ալիևը ինքը խոստովանեց, որ այդ խաղաղության դաշնակցի 17 գետը, ասեց, որ 17 գետն էլ ես գրել եմ, եւ Փաշինյանը այո ասել է։ Հատկի ավելի վատ բան չի կարող լինել, երբ որ Հայաստանի վարչապետը թողնում է, որ թշնամի նախագահը, թշնամի երկրի նախագահը ինքը որոշի, թե Հայաստանը ինչ դիրքորոշում պետք է ունենա։ Հիմա ինքը մենք տեսնում ենք մարզային այցեր է իրականացնում, մի ավտոբուս ժողովուրդ նստում են, գնում են տարբեր մարզերով, որտեղ օրինակ մեր արժանապատիվ հայրենակիցները իրեն, երբ օրինակ ասում են, որ գիտեք, այս ասֆալտը դուք չեք կառուցել, այն որ ասում են նախկինների կառուցած ասֆալտն է, հունից դուրս է գալիս, գորգորում է, այս ամենը ինչի դրսևորում է պարոն Սասունյան։ Well, այսի մի բան է, որ երկար ժամանակը չի ուզում ասել, որտեղ փորձում եմ մնալ վերլուծումի շրջանակի մեջ, բայց դեսնելով իր այսպես խելակար վարվելակերպը, բարձրացային խոսակցությունները, շատ ավելի եզրակացնում եմ, որ այս մարդը լուրջ մտային խանգարում ունի, որտեղ միայն այդպիսի խանգարում ունեցող մարդ այսպես վարվում է եւ ինչ որ են դուր չի գալիս, ամիջապես զայրանում է, ցայնը բարձրացնում է, սպառնում է ասկային ժողովի անդամներին, դուք կլինեք բանդում եւ այլն, այսպեսի խոսքեր, այդպիսի բաներ ասում է, որ ոչ մի երկրի ամենահետամնաց երկրի ղեկավարը այդպիսի խոսակցություն չի ունենում, բացի Փաշինյանից։ Այսի շատ ցավալի մի բան է եւ այդ է պատճառը, որ ամեն օր մենք նոր գորուսներ ենք ունենում։ Պարոն Սասունյան, երբ ինքը այսպես հարձակվում է հպարտ քաղաքացիների վրա, ինչպես ինքն էր ասում, 3 միլիոն վարչապետերից ոմանց վրա, երբ օրինակ քաղաքացին ասում է, ինչ իրավունքով եք դուք խառնվում եկեղեցու հարցերին, ինչ իրավունքով եք դուք վեհափար հայրապետի դեմ դուրս եկեք կամ հայ առաքելական եկեղեցու դեմ, երբ վեհափարը 100 հազարավոր հայերի հոգևոր առաջնորդն է, ինքը հունից դուրս է գալիս, սա նաև գիտակցումն է, որ ինքը իրապես տիրապետում է սոցհարցումներին եւ գիտի, որ իր վարկանիշը սարսափելի ձևով գահավիժել է։ Այո, շատ հստակ է, որովհետեւ անցյալ տարվա մայիսին, երբ որ սկսեց իր արշավը եկեղեցու թեմ, ադգեի վեր, որ շարունակեց ինքը ավելի ծանր քայլերի թիմել,
որոշ arczepiskoposներ հավաքեց 10 հատ իր մոտ, որ թեմ լինեն վեհապարին եւ այլն։ Ուրեմն ժամանակի ընթացքին տեսանք, որ իր վարկանիշը ընկնում է, բայց ըստ հարցախույզերի եւ որ հարցնում են ժողովրդին Փաշինյանի մասին, այդտեղ շատ ցածր ինքը արդյունք է ունենում 10-ից 20-ի միջև, բայց երբ որ ժողովրդին հարցնում են եկեղեցու մասին, մոտ 60%-ը ասում են մենք գնահատում ենք եկեղեցին։ Այո, անշուշտ, որովհետև մեր եկեղեցին 1700 տարի ավելի գոյություն ունի, հարյուրավոր տարիներով եղել է մեր իշխանությունը, երբ որ մենք պետություն չունեինք, եւ այսինքն Հայաստանի եկեղեցի չէ, այլ ամբողջ աշխարհի հայության եկեղեցի է, այդ պատճառը որ վեհապարին դիտողը ամենան հայոց կաթողիկոս է, եւ ուրեմն միլիոնավոր հայեր աշխարհում անդամ են Հայաստանից առաքելական եկեղեցի, այսինքն միայն Հայաստանի ժողովրդի մասին չէ խոսքը։ Վարշավեդը ինքը ուզում է որ վեհապարը հանի եւ նոր իրեն գամագադար մի վեհապար դեղատրի փոխարինի, այդ անգամ մեևս ոչ մի իրավունք ունի, ոչ օրինական, ոչ փարոյական այդպիսի բան անելու։ Մենք ունենք եկեղեցու տարավոր տրադիցիաները եւ վեհապար ընտրելու եւ այլ հարցերով զբաղվելու, դա պետք է շարունակվի։ Վարշավեդը ոչ մի իրավունք ունի խառնվելու եկեղեցական ներքին հարցերում։ Մի քանի այլ հարց եւս Լեմկին ինստիտուտը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին։ Մենք գիտենք, որ այս իշխանությունները ամեն ձև փորձում են թաղել այս հարցը, գնալ հասնել այդ բարձր ամբիոնին եւ բողոքել ներքին խնդիրներից, չբարձրաձայնելով մեր գերիների մասին, չխոսելով մեր օկուպացված տարածքների մասին, իմիջիայլոց Հայաստանի սուվերեն տարածքներից օկուպացվելը թշնամու կողմից, որքան փորձեց պաշտպանության նախարարությունը դա հերքել, բայց փաստերը հակառակն էին ապացուցում։ Խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր խոսքը։ Ուրեմն այո, նախ սկսենք ինչ որ դուք նշեցիք Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը, այդտեղ կար մի կարևոր նախատեսություն, որտեղ Ալիևը արդեն մի ամիս առաջ էր, երբ որ ելույթ ունեցավ, ասաց, որ հայ բանդարգալները ավելի մեծ ոճրագործներ են, քան թե նացիները։ Այսինքն այն ոճիրները, որ հայ բանդարգալները գործել են, ավելի մեծ ոճիրներ են, քան թե ողջագիզումի կամ հрьяաների հոլոկոստի ոճիրներից։ Ուրեմն, երբ որ ինքը ասաց, այդ ամեղ հայ բանդարգալներին մեղադրեց որպես նացի, որպես չեմդեր հոլոկոստ ավելի վատ արարք ոճեր անող մարդիկ, ուրեմն Լեմկին ինստիտուտը, որ անունը արդեն Լեմկին է, որտեղ Ռաֆայել Լեմկինը ինքն է, որ ցեղասպանության կամ ջենոսիդ բառը ինքը հնարել է, իր մի առաջ չկար այդ բառը, ուրեմն Լեմկին ինստիտուտը ամենաշաբես իրավունք ունի բարձրացնելու, ասելու, որ դուք իրավունք չունեք հայ բանդարգալներով փախտել նացիների հետ կամ հոլոկոստի հետ։ Դա առաջինն է։ Երկրորդը, այո, մեր կառավարությունը ոչ մի բան չի անում, երբ որ Ստրասբուրգ ելույթ ունեցավ Վարշավեդը, ինքը ոչ մի բան չասեց բանդարգալների մասին, Հայաստանի հողատարածքի մասին, եւ վերջերս նաեւ իմացա մի բան, որ Վարշավեդը իր որոշումները առնում է իբր թե 1975 թվականի սովետական քարտեզի վրա, բայց երբ որ հարցնում են տեսնենք թե այդ քարտեզը որտեղ է, ինչ է ասում, սահմանները որտեղ են նշվել, չեն բացահայտում այդ քարտեզը, 75-ի քարտեզը։ Հիմա նույնիսկ եթե բացահայտեն, անոնք որ իսկապես հայ են, ասկայնասեր են, այդ սովետական սահմանները ոչ մի արժեք ունեն, որտեղ մենք ունենք մեր հայկական պատմական սահմանները, եւ բայց Փաշինյանը քանի որ պատրաստ է ամեն տեսակի զիջումի, ոչ միայն սովետական սահմանների ինքը ընդունում է, այլ սովետական սահմաններից ավելի բագասն էլ ընդունում է, եւ որ ազերիները մտնում են Հայաստանի հողատարածք 2021-ին եւ 22-ին մտել են, մինչեւ այսօր նստել են մեր սահմաններից ներս, դեր մոռանանք Արցախի գորուսը,
Հայաստանի Հանրապետության հողատարածքը զիջել է եւ որ Փաշինյանը հարցնում են պարոն վարչապետ ինչ եք անելու որպեսզի հերացնեք ազերիներին ինքը ասում է ոչինչ մի բան որ անհավատալի է որտեղ վարչապետի Պաշտոնի գլխավոր բարդականությունը Հայաստանի սահմանների պաշտպանությունն է ուրեմն ինքն էլ նույնիսկ այդ ինքը չի կարող անել չի ուզում անել այս մարդը չի պատկանում վարչապետի աթոռի վրա որտեղ ավելի ճշտամի գողքին է քան թե հայության Ըստ էության հիմա նաև այն իրականությունը, որ աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի շեմին, եւ մեր տարածաշրջանը այսպես թնդանոթի տակ կարող է հայտնվել, երբ մեր հարևան բարեկամ Իրանը պատերազմի մեջ է, իրենց այդ պերաշկի, կուկուռուզ, ներողություն, որ այս բառերով եմ ասում, ուղղակի սա է բնորոշում են իրականությունը, որում իրենք ապրում են։ Այս ամենը ինչի դրսևորում է, հաշվի առնելով, թե մեզ ինչ է սպառնում։ այո ինչ հարց էլ որ դակ ինչ նյութի մասին էլ լինի ինքը ամեն տեսակի ցախող քայլեր է առնում խախտումներ անում ցեզի մի օրինակ դամ որ ընդհանրապես հայտի չէ ժողովրդին ուրեմն 10 օր առաջ երբ որ Իրանի դեմ հարձակումը սկսվեց արտգործնախարար Միրզոյանը զանգեց Իրանի արտգործնախարարին եւ իր խոսակցության ընթացքին ասաց որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է հումանիտար օգնություն ուղարկելու հարևան բարսիկ ժողովրդին կառավարության Էսի 10 օր առաջ էր եւ նաեւ հայտարարություն արեց ուրեմն ներքին հերախոսային կապ չեր էսի Բարսկաստանի եւ Հայաստանի միջեւ Միրզոյանը նաեւ հայտարարություն արեց ժողովրդին որ Հայաստանի մամուլը դբեցին այդ լուրը որ Հայաստանը պատրաստ է հումանիտար օգնություն անել Էդի շատ լավ գաղափար է ժեստ է բայց դժբախտաբար անգամ եւս արդեն այսօր 10 օր անցել է այդ հայտարարությունից այդ 10 օրվա ընթացքին մի հատ դուբ նույնիսկ չի գնացել Բարսկաստան ոչ մի բան 0 միջ այդ ազերիները Ադրբեջանի կառավարությունը որ այնքան Ալիևը զայրացավ երբ որ մի հրթիռ գավ Նախիջևանի օտագանի վրա սկսավ սպառնալու Բարսկաստանի կառավարության նույնիսկ ասաց որ մենք պիտի հագաթարցենք եւ ռմբակոծենք Բարսկաստանը եւ այլն հակառակ այդ բոլորին Ալիևը մի քանի բեռնագարկերով բարձր 6 կամ 8 ամեն տեսակի հումանիտար օգնություն արդեն մի շաբաթ առաջ ուղարկեց ամիջապես եւ նաեւ նորերն էլ պատրաստում է ուղարկել միջ այդ մենք ոչ մի բան չենք անում բայց միշտ սպասում ենք որ բարսիկները հայամետ կլինեն մեզ գոկնեն այս կանեն այդ կանեն երբ որ ամենաթեժ իրենց օրերին ոչ միայն մենք չենք օգնում այլ որ խոստանում ենք օգնել մեր խոստումը դրժում ենք Էսի բարսիկների հիշողության մեջ մնալու է երկար ժամանակ, որ երբ որ օրը կա, որ Հայաստանը մի բանի պետք ունենա, Բարսկաստանի ղեկավարները արդեն գիտեն թե իմանում են թե ինչ պետք է ասեն Հայաստանի կառավարության։ Եվ այս իրավիճակը պարոն Սասունյան, ինչ զարգացումներ եք սպասում, ինչ է սպառնում մեզ նաև։ Պատերազմը շարունակվում է, շատ թեժ պատերազմ է, մի քանի հազար մերյալ կա արդեն, հազարավոր վիրավորներ կան Բարսկաստան, եւ նաեւ գոլֆի երկրների, բազմաթիվ երկրների վրա հրթիռներ են ընկնում Բարսկաստանի կողմից, որպես հակադարձություն։ Հիմա մի հրթիռ արդեն ընկավ Ադրբեջանի վրա, բայց բարսիկները ասացին, որ չէ, դա մեր հրթիռը չէ, եւ որոշ կասկածներ կա, որ մի երրորդ ուժի կողմից է, նաեւ երկու հրթիռ ուղղվել էին թեպի Թուրքիա, որ ՆԱՏՕ-ի ուժերը էդի կանխեցին, կործանեցին։ Ուրեմն տեսնում ենք, որ որոշ միան գոլֆի երկրների Բարսկաստանի, Իսրայելի, Ամերիկայի հարցը էսի ընդլայնվում է օրեօր եւ
հուսամ չի լինի այս բանը, բայց կարող է Հայաստանն էլ ներգրավվի այս պատերազմի մեջ, կարող է մի հրթիռել կամ սխալ բան, կամ թիրունավոր Հայաստանի մեջ ընկնի եւ զոհեր դանք, եւ եթե ավելի խառն լինի Բարսկաստանի ներքին իրավիճակը, ազերիները արդեն արիթի են սպասում, որ հարձակվեն Հայաստանի վրա, սկսելով Սյունիքից եւ գնան մինչեւ Սևան եւ ավելին, որտեղ ինչպես գիտեք, Ադրբեջանի կառավարությունը Հայաստանի Հանրապետություն չի ասում է Արևմտյան Ադրբեջան։ Ուրեմն Ադրբեջանի համար Հայաստան Հանրապետություն գոյություն չունի, գոյություն ունի Արևմտյան Ադրբեջան։ Շնորհակալ եմ, պարոն Սասունյան, բայց եթե այսպես ամփոփեք մեր զրույցը, Հայաստանը մտնում է ընտրական process-ների մեջ, առաջիկայում ընտրություններ են Հայաստանում, ինչ սպասել։ Այո, ակնհայտ երևում է, որ այս իշխանությունը ցայտնոտային վիճակում է, գիտակցում են, որ չունեն այլևս այն վարկանիշը եւ ժողովրդի մոտ նաեւ այդ արտնացումը կա։ Ուրեմն եթե չեմ սխալվում, Հայաստանը օրենք ունի ընտրությունների, որ կառուցարշավը օրենքով պետք է սկսի այսքան շաբաթ կամ օր առաջ ընտրություններից եւ ոչ թե ամիսներ առաջ եւ տարիներ առաջ։ Դա ընտրության օրենքների խախտում է։ Բայց տեսնում եք, որ Փաշինյանը արդեն մի տարի առաջ սկսել էր իր ընտրարշավը, կառուցարշավը եւ շարունակում է գնալ քյուղեր, մարզեր, ավտոբուսներով եւ քվեներ է հավաքում, դել խախտում է, հետո ասում է մեր ընտրությունը արդար է, ոչ մի խախտում չկա, անցյալի նման չէ, երբ որ իրենք խախտում են մեր ընտրության օրենքները, նաեւ ուզում եմ հիշեցնել մեր ժողովրդին, որ երբ որ Երևանի քաղաքապետարանի ընտրություններ տեղի ունեցան, կարծեմ 2 տարի առաջ էր, այդ առիթով բացահայտվեց փաստերով, գումարներով, որ ԿԲ-ի անդամները հսկա գումարներ նվիրել են շատ ավելի մեծ, քան ինչ որ օրենքը թույլ տալիս է, եւ այդ բոլոր փողերը, որ դվել են ապօրինի օրենքի խախտումով մեծ գումարներ, այդ գումարներու աղբյուրը անշուշտ այդ մարդիկ որ չեկերը գրել են իրենց գումարը չի, որտեվ այդ ասկայն ժողովի ԿԲ-ի անդամներ որ չեք գրել են, դա իրենց մի քանի տարիներու եկամուտեն ավելի բարձր է այդ չեկի գումարը, ուրեմն այդ գումարը իրենց գրբանից չի գալիս, այլ ինչ որ փոխանցել են այդ գումարը, ինչ որ աղբյուրից, կահնե աղբյուրից եւ իրենք այդ չեկերը գրել են, բայց այդ բոլորը խախտում են, երբ որ դիմեցին Հայաստանի դատախազության, որ արդյոք դուք հետապնդելու եք այս հարցը, հայց ներկայացնելու են, դատարան ասաց ոչ մի հայց ներկայացնելու պատճառ չկա։ Ուրեմն հավասիկ մի իշխանություն, որ ասում է մենք խախտում չենք անում, ամեն տեսակի խախտում անում են, բայց այսպես հրեշտակի նման վարվում են եւ ամեն ինչ մեղադրում են նախկինների վրա, արդեն 8 տարի անցել է, Դագավին Փաշինյանը շարունակում է նախկինները մեղադրել ամեն ինչի համար, դեպքեր որ այսօր բադահում են, նախկինները պատասխանատու են, հետո բաժարը որ ես մի քիչ քմզիզաղով ասում եմ, որ եթե այս մարդը Փաշինյանը մնա ասված մի արասը վարշաբեդ 50 տարի եւս 50 տարի ետ կգոյվի մի տեք որ բադահի, ասելու է որ նախկինների մեղքն է ոչ թե իմը։ Շնորհակալ եմ, պարոն Սասունյան, որ համաձայնեցիք այս զրույցին։ Ամենասիրո, բարի օր ձեզ։